Բարի սիրելի հայրենակիցներ, այսօր ճիշտ է ոչ աշխատանքային օր է, բայց կարևոր գործ ունենք անելու եւ ես խոստացել էի, որ process-ի ընթացքում անընդհատ մենք խոսենք, այսինքն ինֆորմացիա կփոխանակենք, թե ուր ենք հասել, ինչ ընթացք ունենք, ուզում եմ մի հատ հասկանամ կապի մեջ եմ ձայնը նորմալ է, ամեն ինչ լավ է եւ շարունակենք շարժվել առաջ, ինչ որ շատ լավ, ինչ որ նյութ են ուղարկում դեռ որ ինչ որ մարդիկ հակակարողություն են անում, հարցակումներ, լավ, գնանք առաջ սիրելի հայրենակիցներ, ուրեմն չեմ ուզում նորից այդ բանի սերիալների նման ամփոփեմ նախորդ սերիալներում ինչ է եղել, գիտեք խորհրդանում մեկնարկել է անվստահության impeachment-ի գործընթացը եւ երկու падգամավոր հայտարարել են, որ իրենք Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նախաձեռնում են այս գործընթացը, մինչեւ հիմա բոլորը խոսել են, բայց դա չեն արել եւ երկու падգամավոր հայտարարում են, որ իրենք սկսում են այս process-ը։ Եվ այս հայտարարությունից հետո ես զանգարել եմ երկու ընդդիմադիր մեծ խմբակցություններին, մեծ որն է, մի մեծ խմբակցություն եւ մյուս խմբակցություն, երկու խմբակցություն ենք ընդդիմադիր, որպեսզի մենք ստանանք մնացած ստորագրությունները, որովհետեւ իրենք հայտարարել են, որ առանց նախապայմանների մենք պատրաստ ենք տալ ուղղակի տեխնացու չունենք, բայց շատ ենք ուզում process-ը սկսել, շատ ենք ուզում այդ փոփոխությունը տեղի ունենա, բան, հիմա մի քանի հարց եմ ես գրել, որ այս օրերի ընթացքում առաջացել են, ուզում եմ այդ հարցերին արագ անդրադառնամ, անգամ դանդաղ չեմ խոսելու եմ արագ։ Ուրեմն մեկնարկի պայից սկսած ակտիվ, ես կասեի, չգիտեմ, այլանդակ հակակարողություն է սկսվել, որը ես բնականաբար սպասում եմ, ես գիտեի ինչի մեջ եմ մտնում, ես գիտեի դա տեղի ունենալու, եւ բնականաբար հարցակումները բոլոր կողմերից են, թե իշխանական, թե ոչ իշխանական, եւ ապշած եմ, որ ոչ ոք չէր մտնում այս process-ի մեջ, ոչ ոք չէր ստանձնում այդ պատասխանատվությունը, եւ հիմա բոլորը ինչ որ բաներ են ասում։ Շատ լավ է, ասեք հիմա այդ ասած բաների մի մասին կփորձեմ անդրադառնալ։ Նախ ուզում եմ ասել հետեւյալը, որ impeachment-ի գործընթացից խոսվել է 2024 թվականի մայիս ամսին, երբ որ Բագրատ Սրբազանը փողոցում հազարավոր մարդկանց հավաքեց, այդ ժամանակ է խոսվել, բայց այն չեղավ։ Այդ process-ը չիրականացվեց։ Ինչու այդ process-ը չեղավ եւ չիրականացվեց, որովհետեւ սիրելի հայրենակիցներ, ընդդիմությունը չուներ 36 ստորագրություն։ Սակայն ընդդիմությունը չկանգնեց ու անկեղծ ասի, սիրելի ժողովուրդ, մեր խորհրդարան բերած թիմից մարդիկ են պակասել։ Կներեք մեզ, չասեց։ Մինչև հիմա էլ տենց մոտավորապես լղոզված է այս թեման, հասկանում եք, անկեղծություն չկա այս մասով։ Եվ իրենք ունեն 34 ստորագրություն, որը բավարար չի սկսել impeachment։ Հետո սկսվում է արթուն ենք, նախաձեռնություն կա, շարժում կա, իրենց կողմից Էդգար Ղազարյանին եւ Նարեկ Մալյանի կողմից նամակներ են ուղարկվում բոլոր падգամավորներին, որ impeachment սկսեք, պատասխանում են Հայաստան խմբակցությունից եւ պատիվ ունեմ խմբակցությունից, պատիվ ունեմն ասում է առանց նախապայմանների կտանք ահա մեր ստորագրությունները, Հայաստան դաշինքից ասում են, եթե 8 ստորագրություն լինի, մնացած մենք ստորագրությունները մենք կտանք, մնացած 28-ը, եւ բայց չունեն ստորագրություն, այսինքն 36 չկա։ Եվ ես արդեն պատմել եմ, ոնց է եղել, որ ինձ առաջարկել են պարոն Հովիկ Աղազարյանը եւ պարոն Հակոբ Ասլանյանը, եւ հիմա ինչա տեղ ունեն, այնտեղ ինձ են փորձում ձեռ առնել, առաջադրող падգամավորներին, վայ, բան սա անդուրջան, բայց մինչև այդ երկու ձայնը, որը ընդդիմությունը չուներ, չկար։ Հիմա մենք բերել ենք այդ երկու ձայնը, ասում ենք, ահա երկու ձայնը։ Եվ շատ կարևոր հանգամանք կա, որ Հակոբ Ասլանյանը եւ Հովիկ Աղազարյանը հայտարարել են, որ անգամ եթե մի քանի բազմիցս ասել են, որ իրենք բացառում են, որ ընդդիմությանը սովորաբար գործող կողմից նախաձեռնություններին կմիանան, բայց իրենք են նախաձեռնել։ Հիմա ինչա տեղի ունենում, որպեսզի այդ process-ը վիժեցվի, նա սկսում է հարցակում առաջադրող падգամավորների վրա։ Որ լավ, այս ինչա լուրջ եք ասա, դուք լուրջ, հա լուրջ, շատ ահավոր լուրջ ասա։ Չեք պատկերացնի ինչքան լուրջ է, որ ասենք 3 օր խառնվել եք իրար։
Հետո արդեն տեխնացուի վրա են հարցակում, բայց ախր չէ որ հենց նա ախր ինչու պետք է նա լիներ, բան ես իմ չգիտեմ, ինչ են պատմում, ինչ են խոսում, այս պայ դրությամբ չկա մարդ, որ այս պային ընթացող բանակցային գործընթացից տեղյակ է, ընդդիմադիր դաշտում, միակ մարդը, որ տեղյակ է ու գիտի process-ները, ես եմ։ Դա գործի բերումով այդպես ստացվել։ Հիմա եւ ինչ են ուզում անեն, ասում են դե բանա մենք ոնց որ համաձայն չենք, բայց հա չեն ասում падգամավորները, այստեղ շատ կարևոր է սա։ Падգամավորները դեռ չեն ասել ոչ մի բան։ Ես սպասում եմ դեռ հանդիպման, ոչ մի զանգ չեմ ստացել եւ սպասում եմ դեռ հանդիպման։ 3 ամբողջ օրը անցել է, ժամանակին կար որ անհապաղ հրատապ է այս հարցը, բան ձենձուն չկա։ Հույս ունեմ որ վաղը կկապվեն։ Այսօր Կիրակի, այսօր կապվեն ցանկացած, այս կարող եմ անջատել ուրիշներ այդ հանդիպմանը, չկա որևէ տեղեկություն չունենք։ Հիմա ինչ է տեղի ունենում, այսինքն անկեղծ արձանագրում ենք, որ երկու ստորագրությունը չկար, հիմա կա, երկու ստորագրություն եկել է, եւ բոլորը ընկել են պատային իրավիճակի մեջ։ Դե որ չկա, միշտ կարելի է ասել, դե չկա, իրավիճակն այդպեսին է, դե ինչ արած, չկա, բան։ Հիմա կա ու կա տեխնացուով։ Այսինքն մինչև էտե բոլորն ասում են մենք տեխնացու չունենք։ Մենք տեխնացու պատկերացրեք խորհրդանական ուժը, ասում են մենք տեխնացու չունենք, եթե կա մենք 6 ստորագրություն տալիս։ Շատ լավ եղբայր, շատ լավ։ Հիմա կա տեխնացուն կա, երկու ստորագրությունները կա։ Ինչն է խանգարում, որ ստորագրեք դառնա 36 process-ը մեկնարկի։ Սա process-ի մասին է, որ թե ինչի չէր լինում։ Հիմա գամ իմ հայտարարություններին։ Կտրած 24 նյուզից տարածում են, որ ինձ հարց են տալի, բան ինչ կարծիք ես իմպիչմենտի մասին, նման նախաձեռնություն կա։ Ես ասում եմ, որ իմ որքան որ ես եմ տեսնում, սա Ռոբերտ Քոչարյանի խմբակցությանը բան անելու, վատ դրության մեջ դնելու բանի process է, ես այդ եմ տեսնում այդ։ Բայց որտեվ իրար վրա էին գցում ով ալ բերել Նիկոլին, չէ դուք եք բերել Նիկոլին, դե պատ խոսել ենք սրա մասին անիմաստ է։ Բայց ինչ ու ասում է չի ստացվի։ Ինչի է ասում, որտեվ չկար այս երկու ստորագրությունը։ Չկար այս երկու ստորագրությունը չկար, եւ ոչ ոք չէր ուզում անկեղծ ասի, որ երկու падգամավոր գանցել է Նիկոլ Փաշինյանի կողմը։ Անկեղծ չէին ասում, որ երկու падգամավոր անցել է, եւ մենք չունենք սահմանադրական 1/3։ Իրականում դա խորհրդանը ցրելու բանը հիմնավորում է, որ իմասին էլի խոսել եմ այդ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ։ Բայց չեն ասում, բոլորը հարմարված ապրում են։ Երբ որ այս երկու ստորագրությունն առաջանում են եւ գալիս են ինձ այդ առաջարկությունն անում են, գալիս ասա նոր Երևան եկած հանգամանք է իրավաբանորեն ասած։ Ես այդտեղից ասում եմ, ահա, այս արդեն լուրջ է։ Այս արդեն լուրջ է եւ այո հնարավոր է։ Եվ հիմա լուրջ է ու հնարավոր է, հիմա պետք չի բանը մի ամսվա առաջվա իմ հայտարարությունը, անցած 4-7 օրվա առաջ հայտարարությունը, ամեն օր բան է փոխվել։ Դրա համար ասվել, հիմա կա այդ ստորագրությունները։ Դա համար այդքան բացատրեցի ստորագրությունների պահը, էլի որ բա ինչի է ինքը ժամանակ ասել որ չի լինի, այ դրա համար եմ ասել որ չի լինի։ Հիմա եթե այս process-ը ուղղված չի Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիային, կամ Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիայի կողմից ուղղված չի պատիվ ունեմին, այլ ուղղված է իրական իմպիչմենտին, դուք ունեք տեխնացուն եւ երկու ստորագրությունները։ Գնացեք ստորագրեք։ Չեք ուզում ինձ հետ հանդիպել, խնդիր չկա։ Ստորագրեք առանց հանդիպելու։ Իմ բոլոր հրապարակային հայտարարությունները հայտնի են, իմ դիրքորոշումները բոլոր հարցերի վերաբերյալ հայտնի են։ Կարիք չկա հանդիպել, պրոբլեմ չկա, գնացեք ստորագրեք։ Անցնենք հաջորդ բանին։ Էդգար Ղազարյանը, որը Նարեկ Մալյանի հետ նախաձեռնել է Արթուն ենք շարժումը եւ իրենք են լոբինգ արել, իրենք նամակներ են չէ գրել падգամավորներին։ 107 падգամավորին նամակ են գրել։ Հիմա Հովիկ Ղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը այդ նամակին անսացել են եւ տեխնացու են առաջադրել։ Հիմա այդ մարդկանց ինչ եք բանանում, ինչ եք քննադատում, ինչ եք ասում։ Դիմել եք մարդիկ նախաձեռնել են։ Ինչ կա։ Հաջորդ ասում է, ես տեսա որ ինքը խոսել է պարոն Ղազարյանը, ասում է Էդմոն Մարուքյանին ստորագրություններ տալուց առաջ զգուշավորություն ցուցաբերեք։ Այսինքն նախ ստորագրությունները Էդմոն Մարուքյանին չեք տալիս։ Ստորագրությունները տալիս եք իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։ Այս մեկ, որը այդքան լոբինգ է կարել։ Երկրորդը զգուշավորություն ցուցաբերեք, որ կարող է, չգիտեմ ինչ, 36 օր հավաքվի, պետք չի մուտք անել, բան։ Եղբայր այդ 36-ը չի հավաքվել, չեք գալիս ստորագրեք, հայտարարել եք, որ պատրաստ եք, չեք ստորագրում։ Հիմա ասում եք, դա որ հավաքվի, չգիտեմ ինչ, բան, մարդ կա, որ ինձանից լավ հասկանում է պարլամենտական պրոցեդուրաները, մարդ կա, որ ինձանից լավ գիտի սահմանադրությունը, մարդ կա, որ պարլամենտարիզմում ուժեղ է ինձանից, ես գիտեմ ոնց կանեմ։
Եվ պարոն Աղազյանն էլ հետը գիտի, պարոն Հակոբ Ասլանյանն էլ հետը գիտի։ Ուզում եք քննարկենք process-ը, բա հանդիպում է ուզում, չկաք, քննարկենք, բա բնականաբար կքննարկենք, կորոշենք, ստորագրությունները թող հավաքվի տեսնենք, կա հունիսի 1-ին ենք մուտք անում, ասենք, Նիկոլ Փաշինյանի ծնունդն է այդ օրը, թե չեմ սխալվում, հիմա 1000 բան կա, բայց մի փորձեք բան անել, որ բան, մենք ձեզ ասենք, բա չէ, բայց սենց, բա հա դե լավ դες 36 հավաքենք, հա, մեկ է մյուս բանը, ասում այն չի ինքը դիմել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը եւ նրանցից ուզում ստորագրություն։ Չէ՞ մենք լուրջ մարդիկ ենք, լուրջ բաներ ենք խոսում։ Եթե պետք է անլրջացնենք, անլուրջ բաներ խոսանք, ասենք, ինչի համար ենք ընդհանրապես բան քաղաքականության մեջ։ Ես երբեք քաղաքականության մեջ անլուրջ բաներով չեմ զբաղվել։ Ինչ նշանակում պետք է մի դիմենք։ Այսինքն դիմադիր ֆրակցիաների իրենց ստորագրությունները չեն դրել, խոսում եք քաղաքացիական պայմանագիր ստորագրություն բերելու մասին։ Լուրջ եք ասում։ Եթե մեկը կա քաղաքական դաշտում ու մոկտին քաղաքացիական պայմանագիր կարող քվեարկել, էտելի ես եմ։ Հետեւաբար էտել ես գիտեմ։ Հանգիստ ձեր գործերին նայեք։ Հաջորդը այստեղ էլ ինչ կար։ Մյուսը որ process-ները ես տեսնում եմ, որ էլի ֆրակցիաների կողմից չի, բայց իրենց կողմնակից մամուլի, հարող մամուլի, աջակիցների կողմից այս թեզերն առաջ բերվում, որ հա, դե որ կա երկու ստորագրություն է, դե շատ լավ, մենք չենք հավանում Մարուքյանի տեխնացուն եւ առաջարկում ենք այլ տեխնացու առաջադրել։ Մեծ հարցին անդրադառնամ։ Շատ լավ եղբայրներ։ Դուք կարող եք այլ տեխնացու առաջադրել, օրինակ վաղը, ասել դե մենք ենք սկսում, մենք ավելի շատ ստորագրություն ունենք։ Ձեր ավելի շատ ստորագրությունը մայիսից անցյալ տարվա Բագրատ Սրբազանի շարժման ժամանակներից կա։ Բայց այդ ստորագրությունները ոչ մի բան չեն կարող անել, քանի դեռ չկա այս երկու ստորագրությունը։ Այս երկու ստորագրությունը կա, որովհետև իմ տեխնացությամբ կա։ Եվ այս մարդիկ էլի եմ ասում, անգամ Հովիկ Աղազյանը գիտեք ինձ ինչ ասել, ասում է եթե անգամ քեզ իրանք առաջադրեն, մենք չենք տա մեր ստորագրությունները։ Էլ ոնց բացատրենք ձեզ։ Մի արեք նման բաներ։ Մի արեք նման բաներ։ Այսինքն եթե դուք ուրիշ մարդ եք առաջադրելու, ուրեմն դուք նպատակադրված, պլանավորված, ծրագրավորված ուզում եք տապալեք Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի process-ը։ Շատ լավ։ Տապալեք։ Տապալեք, խոսանք նաև տապալումից հետո ուրեմն։ Դուք բացարձակապես ոչ մի խնդիր չունեք։ Այն մարդկանց եմ ասում, ովքեր լոբինգ են անում, ուրիշ տեխնացու բերեն։ Ես լսել եմ, ունեմ տեղեկություններ, թե ով այդ ուրիշ տեխնացուն։ Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ բացարձակապես։ Ես սիրի ժողովուրդ ուզում եմ տեղեկացնել։ Իրենց քննարկած տեխնացունը, որ ուզում են առաջադրեն, ոնց ասեմ, թե ինչ կանի այդ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդ մարդուն, չգիտեմ, ասենք կարող է չսկսվի էլ քննարկում, մինչև սկսվել է այդ մարդը փախնի տեղից։ Իսկ եթե ուզում եք մի հատ բուլկի բերեք դեմ տակ, որ ծամեն պարլամենտում ԿՊ-ով, լավ, այդտեղ ուրեմն ոչ ես կամ, ոչ Հովիկ Աղազյանը եւ Հակոբ Ասլանյանը, ուզում եք թատրոն գնացեք, ձեր թատրոնով զբաղվեք։ Մենք լուրջ մարդիկ ենք, լուրջ բաներով ենք զբաղված։ Հետեւաբար անիմաստ է, ինչ որ մարդկանց տեխնացություններ փորձել, բա մենք այս մեկին ունենք եւ շատ ստորագրություններ եւ պնդում ենք, որ այդ երկուսը կան տան։ Պնդեք մարդիկ 5000 անգամ հայտարարեն։ Այդ մարդիկ նախապայմաններ ունեն ու հայտարարել են։ Անիմաստ է այդ մարդկանց վրա աշխատել, բաներ անել, բան։ Իմաստ չունի։ Հետեւաբար կամ միանում եք այս process-ին, կամ անկեղծ կանգնեք, ասեք, որ մինչև հիմի անիմաստ է, որ խոսում ենք իմպիչմենտի մասին, մենք իմպիչմենտի նպատակներ չունենք, այդպիսի պլաններ չունենք, մենք գոհ ենք Նիկոլ Փաշինյանից, թող ինքը մնա աշխատի, շատ լավ է, ասենք Հայաստանն էլ արևմտյան Ադրբեջանը դառնան գնալով։ Այդ արեք գնացեք, բան արեք ու որևէ ձևով այլևս խոսալու տեղ չեք ունենալու։ Եվ մյուսը, ամենավերջինը, շատ է շարքում, բայց ինչ մոմենտ է ոնց վարչապետ բանտրությունները, հիմա ուզում եմ բացատրեմ սա արդեն մեր MCL-ի հայրենակիցների, մեր ժողովրդի համար, թե Հայաստանում, թե Սփյուռքում ապրող։ Ուրեմն process-ը ինչպիսին է, էլի հայրենակիցներ։ Պատկերացնենք impeachment-ի process-ը հասնում է տեղ եւ impeachment-ը տեղի ունենում։ Քվեարկությամբ վարչապետի փոփոխություն է տեղի ունենում։
Այն մարդը, որ կընտրվի վարչապետ, այդ մարդը լինելու է վարչապետ մինչև 2026 թվականի հունիս ամիսը, մինչև պարլամենտի նոր ընտրությունները։ Եվ լինելու է պարլամենտի ընտրություն, որտեղ պարլամենտի ժամկետը սահմանափակված է, ով էլ որ ընտրվի հիմա, ով էլ որ ընտրվի, կամ չընտրվի, Նիկոլ Փաշինյանը մնա։ Պարլամենտի ժամկետը սահմանափակ է, եւ պարլամենտը իր ժամկետների լրացման հանգամանքով սահմանադրությամբ պետք է գնա ընտրություններ, եւ պետք է լինեն ընտրություններ։ Բոլոր ուժերը խորհրդարանական պնդում էին, որ չեն ուզում, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններ կազմակերպի։ Այսինքն ըստ էության պատկերացնենք, եթե ես գնում եմ այս process-ով եւ դառնում եմ վարչապետ, այդ ընտրությունները կազմակերպելու բեռը մնում է այդ կառավարության վրա։ Ինչ անում այդ կառավարությունը։ Կազմակերպում ընտրություններ, որտեղ հանձնաժողովներում տեղեր ունի ԿՊ-ն, Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմ դաշինքը։ Այսինքն իրանք տեղեր ունեն, բայց չեն ուզում, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններ կազմակերպի։ Ուրիշ մարդ է գալիս, որը ոչ իշխանությանն է ներկայացնում, ոչ էլ նախկին իշխանություններին է ներկայացնում, ասում են չէ, բայց ինքը всё таки ինչ։ Այսինքն եթե դուք անկեղծ էիք ձեր մոտեցումներում, որ չեք ուզում, որ ընտրությունները գործող իշխանությունը կազմակերպի, այդ հարցն էլ է լուծվում։ Հետեւաբար սա անցումային վարչապետ, անցումային կառավարության մասին խոսակցություն է, որը բնականաբար ռեստարտ կանի բանակցային գործընթացը։ Եվ բնականաբար process-ները կգնան շատ խաղաղ ճանապարհով եւ կլինի խաղաղություն իրական խաղաղություն, ոչ թե ամեն օր որ կրակում են մեր գյուղերի վրա, բայց ասենք բան Ալբանիայում է սուրճ ենք խմում, սուրճ։ Հա, էս էլ սրա հետ կապ։ Դեպաբար մի շահարկեք, բան առանց ընտրությունների, ինչպես կարելի է վարչապետ ընտրվի, բան առանց ընտրությունների ոնց է ընտրվում վարչապետ, մաշոր մարդիկ գրում են ինձ, բայց դուք ասինքն դուք կողմ եք, հա, որ ասենք Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիայի падգամավորները ստորագրեն եւ դուք ընտրվեք։ Ես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը չեմ ներկայացնում։ Ես Հովիկ Աղազյանի քաղաքական ուժը չեմ ներկայացնում։ Ես պատիվ ունեմի կամ Սերժ Սարգսյանի կամ այնտեղ ներգրաված դաշնակցության որևէ քաղաքական ուժ չեմ ներկայացնում, ոչ էլ քաղաքացիական պայմանագիրը։ Եվ ես ըստ էության որևէ քաղաքական ուժի էլ չեմ ներկայացնում այդ իմաստով։ Կա կուսակցություն, որ ունի երկու падգամավոր, այդ կուսակցության վարչությունը որոշավ այս երկու падգամավորը առաջադրեն իմ տեխնացությունը։ Եվ հետաբար մի ասեք, բայց դու փաստորեն օքեյ ես, հա, որ իրանք ընտրեն։ Այդ ոնց է 18 թվականին բոլորդ օքեյ, որ հանրապետականները, դաշնակները ընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Այդ ոնց է դա ժամանակ բոլորդ օքեյ, հիմա տենց շատ ահավոր բան է, որ իրանք բան անեն, ընտրեն։ Չենք հասել այդ փուլին, բայց ես այդ հարցերը ստանում եմ, այդ հարցերին հիմա հասցեագրում։ Դա կարևոր հարց է, մարդիկ պետք է հասկանան, որ ոչ թե առանց ընտրությունների երկրում բան է, պարլամենտ է փոխվում, բան։ Ոչ, ինչ կա հենց այդ ձևով մնում է։ Ոչ։ Լինում է մի տարյանոց process, հետո ժողովուրդը ընտրում է, ուզում է թող ընտրի ժողովուրդը։ Եվ այդ հանձնաժողովներում մենք չենք տեղ ունենում Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն հանձնաժողովներում եւ տեղեր ունենում ընդդիմադիր երկու խմբակցությունները, ում դուք 21 թվականի ընտրություններով ընտրել եք սիրելի հայրենակիցներ։ Սրանք են process-ները։ Այդպես ոչ մի խուճուճ բան գաղտնի բան չկա, շատ բաց է, շատ պարզ է ամեն ինչ։ Շատ պարզ, անգամ նրանք ովքեր եթերում այն որ ամենայն ատելությամբ են խոսում իմ մասին, ասում են որ չէ, այստեղ այլ ընտրանք չկա, պետք է միանալ է ստորագրավակին։ Ամենայն ատելությամբ, դա մեկը իրանց բաներով, ասենք, թող մարդ գտնեն, որ քաղաքականության մեջ է 13 տարի ու ունի միայն իրանց սիրողներ, կա այդպես մարդ քաղաքական դաշտում, կա, ունենք այդպես մարդիկ, հա։ Իսկ ինչու ինձ կարող են մեղադրել։ Ոչ մի բանում։ Ով կարա կանգնի Նիկոլ Փաշինյանի դեմ 1 ժամ ելույթ ունենա եւ ներկայացնի տեղի ունեցած բացթողումները եւ թե ինչա պետք անել։ Ես։ Դուք մտածում եք, այդ իրանց բերած տեխնացուն կար։ Просто ոք չեմ ուզում։ Յազորված չեմ այդ անունները ապարակելու, կարիք չկա, որովհետեւ այդ մարդը չի առաջադրվելու բնականաբար, որովհետեւ չունեն ստորագրություններ։ Ընդդիմությունը չեմ կարծում, որ նման բան անի եւ վիժեսնի այս process-ը եւ դառնա այս վերջին 1 տարվա պատասխանատվությունը կիսող։ Վերջին 1 տարվա պատասխանատվությունը կիսող։ Իսկ այս 1 տարվա մեջ այնքան բաներ կարող են կատարվել Հայաստանը արևմտյան Ադրբեջան դարձնելու գործընթացների շրջանակներում։ Հետեւաբար սա շատ լուրջ գործընթաց է։ Չփորձեք անլրջացնել։ Առաջի օրը ամբողջությամբ փորձ է արվել անլրջացնել եւ նաեւ բոլոր ԶԼՄ-ների խմբագիրներին եմ դիմում։ Բոլոր անկախ լրագրողներին եմ դիմում։ Բոլոր արտախորհրդարանական ուժերին եմ դիմում։
ես արդեն սել եմ հանդիպումները, նաև արտախորհրդարանական ուժերի հետ։ Աջակցեք process-ին։ Ինձ մի աջակցեք process-ին։ Հետո կփոշմանեք, եթե չաջակցեք, ոչ թե ինչ-որ սպառնալիք ասա, այլ կտեսնեք, որ կա շանս, ռեալ շանս է կորցրեցիք։ Այդքան բան, դրանով եք փոշմանելու։ Ասենք, ես ինչ եմ արել, ես ինձ դրել եմ այս հարվածի տակ։ Ես բնականաբար ամենաառաջինը այն падգամավորները, ովքեր այդքան խիզախություն են ունեցել։ 5 տարվա մեջ, 4 տարվա մեջ վերջի, առաջի դեպքն է, որ երկու падգամավոր խիզախություն ունեն, այս process-ը տանեն առաջ։ Եվ ինչի ունեն, որտեղ կորցնելու բանը չունեն։ Այդ մարդիկ իրենց սկզբունքային դիրքորոշումների արդյունքում քաղաքական եւ ոչ քաղաքական հետապնդումների զոհ են դարձել։ Բոլորիս աչքի առաջ։ Այսքան է, սիրելի հայրենակիցներ, իմ ընկալմամբ ես կուտակված երեկվա օրվա ընթացքում կուտակված բաները ասեցի, բնականաբար վաղը առավոտվանից կան ծրագրեր, process-ներ կան, բայց հիմա ես դրանց մասին չեմ ուզում խոսել, որովհետև չեմ ուզում դրանք որևէ ձևով կանխվեն կամ փորձեր արվեն կանխվելու, օրը կբացվի, դուք պատշաճ կարգով կտեղեկացվեք եւ մենք կշարունակենք այն գործընթացը, որը ձեռնարկել, նախաձեռնել, լոբինգ են արել, շատ երկար ժամանակ քարոզել են, դեռևս 1 տարի առաջվանից խորհրդարանական ուժերը եւ հետո այս վերջում արդեն նոր ձևավորված այդ նախաձեռնությունը, որի մասին արդեն խոսեցի։ Եթե հարցեր կան, կգրեք, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ այս տեսանյութը նաեւ YouTube-ում կտեղադրվի շատ կարճ անց։ Խնդրում եմ տարածել այս տեսանյութը, չխաբվեք կոմենտներով, բացարձակապես չխաբվեք, պլանավորված հարցակումներ կան, թե YouTube-ում, թե Facebook-ում, որ դու ով ես որ լնես բան են, որ են մեկը բան եղավ։ Շատ լավ, մի լարվեք, հա, բացարձակապես այդ կոմենտներով մի դատեք մեր ժողովրդին, սիրելի հայրենակիցներ։ Ագրեսիվ փոքրամասնություններ են, մտնում են տարբեր եթերների տակ ու փորձում են կարծիք ձևավորել։ Չգոյություն չունեն, չկան, դեմք չունեն, չկան։ Այսքանը, լավ մնացեք, բոլորին լավ օր եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։